Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով հստակ ընդգծված է, որ Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ։ Ես ասում եմ հետեւյալը, որ Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավար չէ։ Բազմաթիվ անգամներ եմ ասել, պետության գլուխը դա Հայաստանի Հանրապետության նախագահն է, որին սարքել են, չգիտեմ, արարողակարգային ինչ-որ ֆիգուր, չգիտես, Աստված է, այո, երկրորդը, ընդ որում այդ պետության գլխի կարգավիճակից բխող հանրապետության նախագահը շատ կարևոր առաքելություն ու լիազորություններ ունի։ Այլ հարց է, որ նա չի իրականացնում այդ լիազորությունները։ Երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը չէ։ Սահմանադրությամբ նա ընդհանրապես գործադիր իշխանության ղեկավարն է։ Իսկ գործադիր իշխանության ղեկավարը չի կարող սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում համարվել պետության ղեկավար։ Իսկ գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունների մեջ դատական իշխանությանը հսկելու, նրան իր տակ պահելու, դատավորներին այս կամ այն հրահանգները տալու, եկեղեցու դեմ նման արշավներ ձևավորելու, նոր կաթողիկոս ընտրելու կամ այլ իրավասություններ բացառությամբ սահմանադրությամբ ամրագրված չեն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք դուրս են իր լիազորությունների շրջանակից, դրանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը գերազանցող գործողություններ են եւ չարաշահում է իր իշխանությունը։ Այստեղ ակնհայտ է այդ հանգամանքը։ Այլ հարց է, որ մեր ժողովուրդը հանդուրժում է։ Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, մեր ժողովրդի համբերության բաժակը ծակ է, պարոն Ղուշյան, մեր ժողովրդի համբերության բաժակը չի լցվում։ Մեր ժողովրդի համբերության բաժակը հենց լցվեց, մեր ժողովուրդը կսկսի իրական փոփոխություններ։